Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք այսուհետև ամեն շաբաթ կանցկացվեն, լրատվամիջոցներին տեղեկացրել են խորհրդի անդամները։ Այսօրվա նիստում քննարկել են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայր օրենքի նախաբանին, որտեղ էլ հղում կա մեր անկախության հռչակագրին, դեռ չեն հասել, հետևապես այն պահել-չպահելու որոշումը չկա։ Արցախից Հայաստան օրերս տեղափոխված քաղաքացիները ստացել են բուժօգնություն եւ գտնվում են վերահսկողության ներքո, իսկ Բաքվի բանտից հայրենադարձված Վագիվ Խաչատրյանին վիրահատել են, խորհրդարանական քննարկումներից հետո հայտարարել է առողջապահության նախարարը։ Ավանեսյանի փոխանցմամբ Վագիվ Խաչատրյանի վիրահատությունը լավ է անցել, նա վերականգնման փուլում է։ Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեկչյանի մոտ էլ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել Երևանի բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո, տեղեկությունը հաղորդել է նրա կինը։ Եթե 2025 թվականին վերադարձվում էին ԽՍՀՄ խնայ բանկերում մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդները, ապա կառավարության նոր որոշմամբ այդ գումարները կկարողանան ստանալ մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, ծրագրի շահառուների թիվը կավելանա մինչև 6000-ով։ Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում լիովին դրական է գնահատել Գելափի հարցմանը մասնակցած քաղաքացիների միայն 14.8%-ը, եւս 20%-ը կարծում է, որ իրավապահ այդ կառույցում փոփոխություններ չեն եղել։ Երևանցիների 29.6%-ը օդի աղտոտվածությունն է համարում մայրաքաղաքի ամենակարևոր խնդիրը, 26.5%-ը խցանումները։ Տելեգրամում բացվել է ալիք, որը հայերեն նամակներ է ուղարկում հարթակի օգտատերերին, ներկայանալով Տելեգրամի անվտանգության թիմից։ Ուղարկած հաղորդագրություններում նշում են, թե քաղաքացու օգտահաշվի հետ կապված կասկածներ ունեն, որ փորձ է արվում կոտրել։ Առաջարկում են օգնություն, սակայն իրականում մեդիա անվտանգության փորձագետները հորդորում են անտեսել այդ նամակը, ալիքը բլոկավորել եւ հարթակում ակտիվացնել անձի երկփուլանի նույնականացումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։